Անդրանիկը երեք ընկերների հետ կանգնում է Սուլուխի կամրջի վրա։ Մի թուրք ձիավոր է գալիս, որ անցնի։ Անդրանիկը ձիավորի ճանապարհը կտրում է եւ ասում. «Կերթած բինբաշուն կասես, թե Անդրանիկը 3 հոգով կամրջի վրա կանգնել է եւ կռվել է ուզում։ Տղամարդը թող գա։ Եթե ասածս չանես, չեմ թողնի որևէ թուրք կամրջով անցնի»։ Ձիավորը ճարը կտրած գնում է բինբաշուն, հայտնում Անդրանիկի ասածը։ Բինբաշին տեսնում է, որ հնար չկա, հեռագրում է Սուլթանին, թե էսպես։ Սուլթանը պատասխանում է. «Դու ես հայի դահիճը, դու էլ գնա պատասխանիր»։ Բինբաշին 1000 ձիավորով ելնում գալիս է Սուլուխի կամրջի մոտ։ Նկատելով նրանց, Անդրանիկ ընկերներին թաքցնում է մոտակա թփերի մեջ, ինքը երկու ձեռքին մաուզեր թևերը մեջքին դրած չոքում է։ Բինբաշին ձին քշում առաջ է գալիս, Անդրանիկն ասում է. «Շան որդի, այն ժամանակ եկար, որ ձեռքս ու ոտքս կապած էին, տղամարդ էիր, ուրիշ ժամանակ գայիր»։ Բինբաշին այդ որ լսում է, ձին թափով քշում է Անդրանիկի վրա։ Անդրանիկը քաշում է մաուզերն ու թուրքի ճակատին շարում։ Այն կողմից էլ տղաներն են սկսում մաուզերները կրակել։ Հայտնում են Սուլթանին, թե Անդրանիկը բինբաշուն սպանել է։ Սուլթանն ասում է. «Էլ Անդրանիկ չաուշ չէ, սրանից հետո Անդրանիկ փաշա է»։ Եվ այդ օրվանից Անդրանիկը դառնում է փաշա։